Ինչպես պետք է դրսևորվեն մտավորականները ճգնաժամային իրավիճակում։ Ինչի համար էր զոր կանչում Երևանի պետական համալսարանի ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը։ Էպոսագետ նախագահի նախկին տեխնացու Վարդան Սեդրակյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալու իր կարծիքով լավագույն սցենարը։ Այս 40 օրը պետք է կարողանանք ճիշտ օգտագործել, որպեսզի Սերժ Սարգսյանի երկման արարողությունը տեղի չունենա եւ Հայաստանում նշանակվեն նոր նախագահական ընտրություններ։ Ի պատասխան խորհրդարանը լուծարելու առաջարկին, հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը արեց իր եզրակացությունը։ Այսօր ի զարմանս եւ ժառանգության եւ այլ քաղաքական ուժերի Ռաֆի Հովհաննիսյան եւ ի պատիվ Ռաֆի Հովհաննիսյանի հավաքել է 38%, այս մեկնարկը փորձում են որպես ռևանշ օգտագործել պարլամենտում մեծ ձայներ ստանալու համար։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշում է, որ իդեմս Ռաֆի Հովհաննիսյանի ծնվել է նոր լիդեր, որը կարող է բերել հստակ փոփոխությունների։ Քաղաքագետը հավատում է ժողովրդական շարժմանը, բայց լուծումը պետք է լինի երկու ուժերի միջև փոխզիջումը։ Դրական եւ ազգային տեսակետ այսօր կարող է լինել ազգային ժողովի հարձակումը եւ նոր ընտրությունների նշանակում երկու լիդերները, որոնց երկխոսությունը չպետք է փակվի, պետք է նստեն, պայմանավորվեն եւ երաշխավորեն մաքուր ազնիվ եւ ամեն ինչի ձեր ընտրություն։ Այսօր կառավարության նիստում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը իր առաջարկություններն է արել, թե ինչպես հարկել ստոմատոլոգներին։ Մեկ տեխնիկ եւս երկու օգնականներ, դա կհամարվի մեկ աշխատատեղ եւ հարկումը տեղի կունենա մեկ ուրեմն տեխնիկի։ Այսօր մեդիա կենտրոնում բանավեճում էին դասադուլի կողմնակիցներն ու հակառակորդները։ Մասնավորապես իրենց տեսակետներն էին արտահայտել հասարակական ակտիվիստ Դանիել Իոնիսյանը եւ մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը։ Ձեզ ով է թույլ տվել, որ դուք կատարեք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 133 հոդվածով սահմանված արարք, այն է քաղաքացու ազատ տեղաշարժի խոչընդոտումը։ Կրթությանը ինչ որ մեկի իրավունքը ոտնահարել եւ չթողնել որ օրից ուսանող կրթություն ստանա, դա ճիշտ չեմ համարում։ Գյուղնախարար Սերգո Կարապետյանը ողբերգություն չի սարքելու իր պաշտոնանկությունից, եթե այդպիսին տեղի ունենա։ Նա գոհ է թե իր նախորդ եւ թե իր ներկա պետական աշխատանքից։ Ինձ համար միևնույնն է, ես աշխատանք ունեի, աշխատում էի, եկա աշխատեցի, հիմա հնարավոր է, կարող շարունակեմ, կարող չանեմ։ Այժմ տեսնենք թե ինչ է տեղի ունենում IFE-ի աշխատասենյակում։ Սարդարաբադ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը համեմատություններ է անցկացրել Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Ռաֆի Հովհաննիսյանի որդեգրած մարտավարությունների միջև։ Խոսել է նաեւ 5 քաղաքական գործիչներից։ Նրա կարծիքով Ռաֆի Հովհաննիսյանը ի տարբերություն 1996 թվականի ընտրություններից հետո հաղթած ընդդիմադիր առաջնորդների չի կրկնում նույն սխալները, որդեգրել է մի քաղաքական ոճ, որը տանում է դեպի հաղթանակ։ Եվրոպայի հայերի համագումարը հայտարարություն է տարածել եւ անդրադարձել է փետրվարի 18-ի նախագահի ընտրություններում տեղի ունեցած կեղծիքներին ու խախտումներին։ Համագումարը գտնում է, որ մեր երկրում հետընտրական զարգացումները ցույց են տալիս, որ մեր հասարակությունը վստահություն չունի ընտրական գործընթացների նկատմամբ։ Նախագահի տեխնացու Պարուր Հայրիկյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ գտնվում է Կարմիր խաչի հիվանդանոցում եւ խնդրում է իրեն չայցելել։ Նրա խոսքերով նա օրվա ընթացքում 7-ից 8 միջոցառում է անցկացնում, որպեսզի կարողանա վերականգնել իր ուժերը։ Նա խոսել է նաեւ իր նկատմամբ կատարված մահափորձից եւ տեղեկացրել, որ թեև անցագործություն կատարողները հայտնի են, սակայն բացահայտման գործում առաջընթաց չկա։ Օրվա լրահոսը։ Նախագահի տեխնացու Ռաֆի Հովհաննիսյանը այսօր Ազատության հրապարակի հարթակից ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց. Այևս երբեք ոչ մի զադնայ սկորստ։ Պարոն Հովհաննիսյանը խոստացավ իշխանության գալով ինքն ու իր թիմը անմնացոր ծառայելու են ժողովրդին։ Եվ 5 տարի անց արդյունքը պիտի փոխվի, պիտի դրվի պատմության դասակարգերում, պիտի լինի մեծ վերադարձ։ Փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքները չընդունող բազմության առաջ այսօր ելույթ ունեցան նաև Ժառանգության մյուս անդամները։ Նրանցից Անահիտ Բախշյանը գործող իշխանության անգործությունը ընդգծելու համար հայտարարեց, թե նրանց պաշտոնավարման ընթացքում իր երկրում որևէ աղմկահարույց հանցագործություն չի բացահայտվել, այդ թվում հոկտեմբերի 27-ի ոչռագործությունը։ Եվ եթե պարզվի, որ գործող իշխանությունը մեկ չունի հանկարծ, եւ ես կենթանի լինեմ, ես այստեղից ներողություն կխնդրեմ իրենցից։ Ժառանգության այսօրվա հանրահավաքի մասնակցելու համար այսօր Ազատության հրապարակում էր նաև Ֆրանսիայում բնակվող դերասան Վարդան Պետրոսյանը։ Ես չէի հավատում, որ այսպիսի շարժում ստեղծվի։ Շատերի պես ես էլ մտածել եմ, որ ժողովուրդն արդեն անտարբեր է, հուսահատ, ուղղակի ինձ մխիթարում էի այն մտքով,
որ հայկական ձմեռը, որ կանխատեսում էինք բոլորս, իր պասիվությամբ գոնե ավելի լավ է, քան արաբական գարունը։ Երևանի պետական համալսարանի ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը պետք է ազատվի աշխատանքից։ Այսօր այս պահանջով ստորագրահավաք էր իրականացվում համալսարանի կենտրոնական մասնաշենքի մուտքի մոտ։ Պատճառը երեկվա իր կողմից ցուցաբերված ուրեմն վերաբերմունքներ շատ տգեղ բաներ։ Երեք Երևանի պետական համալսարանի դիմաց ռեկտորի օգնականը զորքը բեր առաջ ախալքալաքցիներին բեր առաջ արտահայտությամբ ախալքալաքցի տղաներին օգնության է դիմում դասադուլ հայտարարած ուսանողներին պայքից հեռացնելու համար։ Այն լրատվամիջոցները կտրված են տալի կոնտեքստից դուրս են տալ։ Կոշ կանեն որպեսզի ամբողջ տեսագրությունը տան, որ մարդիկ տեղեկանան։ Այսօրվա ստորագրահավաքը կազմակերպել էին Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողները, որոնց շարքերում են նախագահի տեխնացու էպոսագետ Վարդան Սեթրակյանի որդին։ Անկախ այս հանգամանքից ուսանողները խնդրեցին ստորագրահավաքը չքաղաքականացնել։ Իսկ ստորագրահավաքին զուգահեռ այսօր համալսարանի մոտ էին այն դասադուլ անող ուսանողները, որոնց նկատմամբ ճնշումներ էր կիրառել ռեկտորի օգնականը։ Այսօր լրանում է նրանց դասադուլի 4-րդ օրը։ Պահանջը մեկն է՝ չեղյալ հայտարարել փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքները։ Դասադուլի ընթացքում կարգուկանոնին հետևող Երևանի փոխվստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ ավելի շատ մտածում է ուսանողների ծնողների մասին։ Ցավալի է, որ ծնողները վճարում են այստեղից այնտեղից գումար են հայտարարում վճարում են եւ մի խումբ կողմնորոշված, ապակողմնորոշված քաղաքացիներ փորձում են այս երեխեքին սադրեն։ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կոչ է անում Երևանի պետական համալսարանի ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին քավության նոխազ չդարձնել։ Միաժամանակ նախարարը չի հերքում, որ ուսանողների հետ միջադեպի ընթացքում նա տեղին չի օգտագործել զորք բառը։ Զորք բառը, որը օգտագործվել է այդ պահին հոգեհուզական վիճակից ելնելով եւ սխալ է օգտագործվել։ Իսկ արդյոք Գևորգ Մելքոնյանը երեք հոգեհուզական վիճակում էր, երբ դիմելով Երևանի պետական համալսարանի բակում դասադուլ հայտարարած ուսանողներին ասաց. Զորքը վերառած տղակի նախորդելաշի վերառած։ Արմեն Աշոտյանը վստահեցնում է, մեզ հատկապես երիտասարդության շրջանում ինչպես զորքեր պետք չեն, այնպես էլ պատեր։ Մեզ պետք չեն ինքնահավան երիտասարդներ, որոնք ես երեք արդեն ասացի, մի քանի անգլերեն բառ ավելի իմանալու պատճառով կարող են փորձել վերևից նայել լոռեցի կամ ջավախքից եկած ուսանողների հանդեպ, կամ եթե այդ ուսանողները հրավիրված չեն լինում մի շարք դեսպանատների զմրուխտածածկ գազոններում կոկտեյլների, դա չի նշանակում, որ երկրորդ կարգի ուսանողներ են։ Կրթության և գիտության նախարարը չանդրադարձավ, թե ինչն է այս օրերին փողոց դուրս բերել տարբեր բուհերի ուսանողներին, սակայն կոչ արեց թե դասադուլավորներին, թե բուհի ղեկավար կազմին զերծ մնալ վիրավորանքներից, թե սոցցանցերում, թե իրական կյանքում։ Հանրապետական խմբակցությունը հակված չէ ընդունել մեկ տարվա ընթացքում խորհրդարանը լուծարելու եւ նոր ընտրություններ անցկացնելու ժառանգություն եւ ՀՅԴ խմբակցությունների առաջարկությունը։ Խորհրդարանը լուծարվի, որ ինչ լինի։ Խորհրդարանի լուծարումն պարոն Սահակյանի դա պահանջող ժառանգության համար կարող է վատ հետևանքներ ունենալ, թող լավ մտածեն։ Այս մի անգամ 5%-ից ավել վերցրել են, լուծարելուց հետո ինչ կտինե, իրենք իրենց տունը քանդում են։ Ժառանգություն խմբակցության ղեկավարը դաշնակցական Արմեն Ռուստամյանի հետ ազգային ժողովի նախագահի մոտ էր հենց նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, 2 տարվա ընթացքում սահմանադրական փոփոխություններ անելու եւ 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու եւ իշխանության մեջ ընդդիմությանը վերահսկողական լծակներ տրամադրելու պահանջով։ Համաձայնության հնարավորություն կա, կան վիճելի կետեր։ Պարոն Հակոբյանը լրագրողներին երբեք չի ասի, թե որոնք են վիճելի կետերը, ավելի ուշ տականի գալու Սահակյանը։ Համենայն դեպս ժառանգության ներկայացուցիչը չի համաձայնվի իշխանության մեջ գործադիր պաշտոն զբաղեցնելու Հովիկ Աբրահամյանի 3 արած առաջարկին։ Այդ առաջարկությունը ողջամիտ չի։ Մինչև նախագահի ընտրությունները ընդդիմադիրի համբավ ունեցող ԲՀԿ-ին Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցող քննարկումներին չէին հրավիրել, այնպես չէ, որ ԲՀԿ խմբակցության քարտուղարը հիացած է արտահերթ ընտրությունների առաջարկով։ Ես չեմ կարծում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը դա որևէ կապ ունի նախագահական հետընտրական զարգացումների հետ։ 100% համամասնական ընտրակարգին անցնելուն եւ ընդդիմությանը վերահսկողական լծակներ տրամադրելուն Բարգավաճ Հայաստանը կողմ է։ Այս պայդրությամբ ԲՀԿ-ն իր կողմից ոչ մի առաջարկ չունի։ Թեղուտի պաշտպանություն քաղաքացիական նախաձեռնությունը այլևս ասելիք չունի կառավարությանը։ Այս պլակատներն խորհրդանշում են, որ այլևս ասելիք չկա։ Այստեղ միակ տարբերակը մնում է այս իշխանության փոխումը։ Այսօր կառավարության շենքի մոտ թեղուտցիները մեկ անգամ եւս ահազանգեցին, որ ACP ընկերությունը պատրաստվում է շահագործել Թեղուտի հանքավայրը։ Էկոնոմիկայի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել մի նախագիծ, ըստ որի այս ընկերությունը 3 տարով կազատվի մաքսային վճարներից։ Մենք սա համարում ենք կառավարության կողմից հերթական հովանավորչական գործողություն ուղղված ACP-ին,
որի գործողությունները մենք բազմիցս ապացուցել ենք, որ ապօրինի են, հակաօրինական։ Նախաձեռնության անդամ Հրայր Սավզյանը այսօր բողոքի ակցիային մասնակցում էր իր 6 ամսական փոքրիկի հետ։ Թող փոքրից սովորի ինչ երկրում է ապրում, թող ծանոթանա ոստիկանների հետ, հասկանա կյանքի դժվարությունները, Հայաստանում ապրելու կյանքի դժվարությունները։ Թեղուցիներն այսօր իրենց ակցիան ավարտեցին կառավարությանը նամակ հանձնելով, որի վրա ինչպես այսօրվա պաստառների որևէ բառ չկար։ Հայաստանում շատ չեն մարդիկ, ում խոսքը կարող է հեղինակավոր լինել քաղաքական ուժերի եւ հասարակության տարբեր շերտերի համար։ Ցանկացած դիտարկում անվստահության մթնոլորտում կարող է արժեզրկվել, իսկ հա մտավորականի խոսքը կարող է որոշիչ լինել։ Օրվա գլխավոր թեման։ Գրողների միության նախագահը չի թաքցնում, փետրվարի 18-ին իր ձայնը տվել է Սերժ Սարգսյանին։ Այսօր իր փողոց դուրս գալը համարում է ոչ արդարացի եւ անտրամաբանական։ Փոխարենը մտավորականներին հորդորում է ավելի ակտիվ լինել իրենց մասնագիտական ոլորտներում, ինչպես ինքը։ Ոչ թե մենք պիտի հասարակությանը բաժանենք սպիտակների եւ կարմիրների, սա սխալ քարոզ է։ Պարոն Անանյանն իր հստակ գնահատականն ունի այս օրերին դասադուլ անող ուսանողների գործողություններին, որոնք չեն ճանաչում Սերժ Սարգսյանի հաղթանակը։ Եթե ամեն ինչ թողնենք ուսանողներին, հանենք լսարաններից, մի շատ էլ գրագետ ուսանողներ ունենք, բերենք հիմի դասադուլի, չգիտեմ, շիկացնենք առանցնել շիկացած մթնոլորտը, սա ես համարում եմ ոչ այնքան արդարացի։ Հրապարակախոս Լիլիթ Գալստյանը հետևում է ընտրությունների վերաբերյալ մտավորականների արձագանքներին եւ իրեն թույլ է տալիս ասել. Քծնանքով մենք ավելի ճահճացնում ենք այս իրականությունը։ Լիլիթ Գալստյանը շատ ավելի մտավորական է համարում այն գյուղացուն, այն բանվորին ու շինարարին, ով պայքարում է իր իրավունքների համար, ունի խիղճ ու ցավում է այս երկրի համար։ Որը ուղղակի ունի համարձակություն այս ռեպրեսիվ իրականության մեջ ասի ճշմարտությունը, որը ունի ամուր կայուն ողնաշար։ Լիլիթ Գալստյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, նախքան հասարակության որևէ շերտին պատկանելը, բոլորս առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք։ Ավելի մեծ ողբերգություն, քան բաժանել հայ հասարակությունը երկու մասի, մենք 57% եք, դուք 37% չի կարելի այդ ողբերգությունը, մենք բոլորս մեկ ենք։ Հասարակական լարվածության ժամանակ շատ կարևոր է մտավորականների դերը, նրանց խոսքը։ Այսօր մտավորականները կամ արտահայտվում են գործող նախագահի օգտին կամ նրա դեմ, բայց երևի խնդիրները ավելի բարդ են, քան դեմ եւ կողմ արտահայտելը։ Պետք է ուղենշել ինչ-որ մի ճանապարհ, ինչ-որ մի ուղի, որով պետք է հասարակությունը շարժվի, նաեւ պետությունը շարժվի։ Ամեկ պլյուսի հյուրասիրում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։ Ինչ պետք է անեն այս պահից մտավորականները, ինչ ուղղություն պետք է ցույց տան հասարակությանը։ Ես չեմ կարող մտավորականներին խորհուրդ տալ։ Ես ինքս անձամբ կկամենայի, որ հասարակությունը շատ ծայրահեղացված, բևեռացված տրամադրություններ չունենար, այլ որպես երազանք արտահայտեր եւ ընտրություններում իրեն հաղթանակած հռչակած Սերժ Սարգսյանի եւ այդ հաղթանակը վիճարկող Ռաֆի Հովհաննիսյանի բանակցությունների օգտին, որովհետեւ միայն երկխոսության արդյունքում է, որ մեր երկրին կարող է օգուտ բերել, հաշվի առնելով գեոպոլիտիկ վիճակը։ Ձեր հոդվածներից մեկում ասացիք, որ ելքը այն է, որ պետք է ճանաչել այս ընտրությունների պաշտոնապես հայտարարված արդյունքները։ Ինչու՞։ Ես վստահ չեմ, որ պաշտոնապես հայտարարված արդյունքները ճշգրիտ են։ Իմ ունեցած տվյալներով մեր կուսակցության անդամների դիտորդական առաքելության ընթացքում, հանձնաժողովների մեջ աշխատելու ընթացքում առաջին տպավորությունն այն է, որ ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը հաղթանակ տարել է, առաջին տեղում ընթանում է, բայց գուցե, քանի որ մենք ամբողջ դաշտը չենք ծածկել, շատ քիչ, ընդամենը 19 հոգի ենք ունեցել տարբեր տեղերում, ես չեմ կարող ամբողջի մասին խոսել, գուցեև պարոն Ռաֆի Հովհաննիսյանն ունի այլ թվեր, երբ ինքը կհրապարակի կամ կվիճարկի այդ արդյունքները սահմանադրական դատարանում, բնականաբար մենք կկողմնորոշվենք ըստ ընդհանուր արդյունքների։ Առաջին տպավորությամբ, էմպիրիկ տպավորությամբ 19 տեղերից ստացած, այո, Սերժ Սարգսյանն արժևն է ընթացել։ Իսկ քաղաքական նպատակահարմարությունը հուշում է այնուամենայնիվ, որ անկախ այդ արդյունքներից պետք է ճանաչել այս ընտրությունների լեգիտիմությունը։ Ոչ, քաղաքական նպատակահարմարությամբ, նպատակահարմարություններով չի կարելի վերաբերել ճշմարտությանը։ Ճշմարտությունն ամեն ինչից վեր է։ Ցանկալի կլիներ, որ ավելի պարզապես լրջախոհ լինեին եւ փորձեին
արմատական բախումների չգնալ իրենք առաջնորդները եւ չտանային ժողովրդի բախումների, բայց Քավլիցի ոչ, երբեք չի կարելի մտածել, որ ճշմարտությունը ինչ որ բանի պետք է զոհել։ Մեր պետության լեգիտիմությունը այսօր կարևոր է թե չէ։ Մեր պետության լեգիտիմությունը թերևս թիվ 1-ն է եւ դժբախտաբար մեր տարածաշրջանում պետության լեգիտիմությունը ճշգրիտ նույնն է, ինչ որ իշխանությունների լեգիտիմությունն է։ Եթե Սերժ Սարգսյանը հաղթանակ է տարել, ապա պետք է հարամ չանել այդ լեգիտիմությունը, որովհետև դա Հայաստանի լեգիտիմությունն է առաջին հերթին, քան Սերժ Սարգսյանի։ Իսկ եթե հաղթանակ է տարել Ռաֆի Հովհաննիսյանը, ապա պետք է ապահովել նրա լեգիտիմությունը, որովհետև կրկնում եմ, դա Հայաստանի լեգիտիմությունն է։ Մեր դիտարկումներով առայժմ արժևում մեր ունեցած տվյալներով Սերժ Սարգսյանն է, գուցե այլ փաստեր ունի, մինչև այսօր ես չեմ լսել պարոն Ռաֆի Հովհաննիսյանից։ Դուք ռեալ եք համարում Սերժ Սարգսյանի եւ Ռաֆի Հովհաննիսյանի բանակցությունները եւ այդ բանակցություններում ինչ որ արդյունքների հասնելը։ Այո, ռեալ եմ համարում, որովհետև ելնելով ոչ միայն Հայաստանի գերակաշահը երկու անհատների համարել, այլ նաև նրանց անձնական որակներից, որովհետև առաջինը Սերժ Սարգսյանը բացարձակապես այս 5 տարվա մեջ ցույց տվեց, որ նման չէ Ռոբերտ Քոչարյանին իր բռիությամբ եւ Ռաֆի Հովհաննիսյանին, որ նման չէ մեզ մեր մարտական կամ ատելության մթնոլորտ ստեղծելով նման չէ։ Մարդը իրոք հանդուրժող է, այսինքն զիջումների պատրաստ են երկու կողմից էլ եւ ռեալ եմ համարում, այո ռեալ եմ համարում։ Միայն իմաստնություն տա Աստված երկուսին էլ։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցներ Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։ Փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների առիթով այսօր բողոքի ակցիա իրականացվել նաև Գյումրիում։ Նախաձեռնության հեղինակը Գյումրու մանկավարժական համալսարանի ուսանողներն են, որոնց միացել են նաև այլ բուհերի ուսանողներ եւ երթով շարժվել են դեպի Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսություն, սակայն ուսանողներին թույլ չեն տվել իրենց բողոքի նամակը հանձնել հյուպատոսին։ Մեր մարզային լուրերը։ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մարզխորհրդի առաջին նիստում իր ելույթը սկսել է անդրադարձ կատարելով հետընտրական իրադարձություններին, մասնավորապես Ռաֆի Հովհաննիսյանի Սյունիքի մարզ կատարած այցին։ Մարզպետը խոսել է ճիշտ այն պահին, երբ Ժառանգության առաջնորդը բազմահազարանոց հանդիպում էր անցկացնում Կապանի բնակչության հետ։ Այսօր եւս մեկ անգամ ողջ հանրապետությունով արդեն говорած, որ սյունեցիները անիմաստ, անտեղի հակասահմանադրական մարդկանց քայլերին երբեք տեղի չեն տալիս։ Ուրեմն ագարակում հանդիպման մարդիկ չմասնակցեցին, Մերլիում նույնպես մարդիկ չմասնակցեցին, Խաջանում նույնպես ոչ ոք չմասնակցեց, հիմա գալիս են Կապան, կտեսնեք ստեղ շարունակությունը ոնց է, բայց քանի որ նստածա բոլոր գյուղապետերը, ես կուզենամ, որ մենք ոչ մի ավելորդություն անելու իմաստ չունենք, մենք մեր նախագահին ընտրել ենք։ Գյումրի Մարալի Քարբեր ձիթահանքով ավտոճանապարհը անմխիթար վիճակում է գտնվում արդեն երկար տարիներ։ Խնդիրն առավել հասունանում է ձմռան ամիսներին։ Ապասի ճանապարհը ոնց երթևեք է։ Նան դուք ձեր աշխով եք տենում։ Ձմեռը вообще քշել չի եղնում։ Ամիսը մեկ ջարդ ու փշուր եղնեմ ավտոները հնար չկա։ Ընդ սարկում եք ընդ ջարդում, այ դա չի եղնում, սա լադոկ, սա հնար չկա այս ճամպեկին։ Շատ զոռ է։ Մեր ջողի հարսերը ավտոյի մեջ են ծնդաբերել։ Մինչև այդ վիճակով հասել են մահալիկ, ծնդաբերել են ավտոյի մեջ է։ Արմավիրի մարզում անասնապահներն ահազանգում են մթերված անասնակերի սպառման մասին, իսկ շուկայում խոտի գինը օրեցօր թանկանում է, 1 կիլոգրամի գինն արդեն վաճառվում է 100-ից 120 դրամով։ Գյուղատնտեսները անասնակերի սակավության հիմնական պատճառներից մեկը համարում են այն, որ 2012 թվականին մեծ քանակությամբ առյուտ արտահանվեց Իրան եւ այդ գործընթացը շարունակվում է մինչ օրս։ Արոտ չկա, խոտ չկա, շատ դժվար է։ Մենք համարած այն տարիներին, այս 2 տարի էլ դժվար է անասուն պահելը։ Իսկ ասենք դրա հետևանքով պակասացրել եք անասունների գլխաքանակը։ Համ պակասացրել ենք, համ կատն է պակասել։ Շատ քիչ են կծվում խոտ չեղնելու պատճառով։ Մի տուկը արժե 1500-ից 1800 դրամ։ Զորքը ոստիկանությունն է։ Այսօր բացատրեցի զորքը։ Նոր ոստիկանությունն է զորքը, ասել են ոստիկանությունը։ Հիմա գիտեք, լարված վիճակը պայտակ ասում ես ոստիկանությունը կամ զորքը հիմա եւ մեծ հաշվով այստեղ չի կարելի այսպես բարձրացնել, դարձնել մեծ խնդրեմ։ Вот Валерия! Она вовремя, как всегда.
Կհանդիպենք վաղը։